Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, հարգելի պացիենտներ եւ պացիենտների հարազատներ, ինչպես եւ խոստացել էի, այսօր կքննարկենք ուրսոդեզօքսիխոլաթթու պրեպարատը, իսկ ավելի ճիշտ ներկայացնեմ, թե ինչպես ենք ջրիկացնում լեղին եւ թե ինչքան հետաքրքիր թեմաներ կան այս հարցի հետ կապված։ Ուրեմն ինչի է ընդհանրապես մեզ կարիք զգացվում լեղին ջրիկացնել, որովհետեւ մարդու լեղին, այսպես ասեմ, հակում ունի քարերի առաջացման, թանձրացման, լեղապարկում նստվածքի առաջացման, մանրամասն հիմա կթվարկենք, թե որ դեպքերում է դա լինում, եւ ժամանակի ընթացքում հարց է առաջանում որոշ հիվանդությունների ժամանակ, թե ինչպես ջրիկացնել լեղին։ Որպես մոդել եկեք ընդունենք լեղային նստվածքը լեղապարկում, որ հաճախ երբեմն դիտվում է, որը երբեմն դիտվում է, ուրեմն սոնոգրաֆիայի ժամանակ։ Կան դեպքեր, որ լեղապարկում նստվածքը կամ լեղու պղտոր կամ թանձր լինելը հիպերդիագնոստիկա է, այսինքն իրականում չկա, բայց դրա մասին մի օր առանձին կխոսամ, թե հենց ոնց արին, որ իրականում չկա, բայց սոնոգրաֆիստին թվում է, թե լեղին թանձր է։ Երբեմն դա հիպերդիագնոստիկա է, այսինքն սխալ դիագնոստիկա է, բայց իրոք պատահում է դեպքեր, որ լեղին ուրեմն նստվածքով է, քարեր դեռ չեն առաջացել, սա շատ կարևոր է, նստվածքով է, այսինքն միտում կա, հակում կա քարերի առաջացման, կամ լեղին պղտոր է, օրինակ երկար սոված մնացող պացիենտների մոտ կարա լեղին պղտոր լինի, երկար սոված մնացող պացիենտների մոտ, հղիների մոտ կարա սա լինի։ Բարիատրիկ վիրահատությունից հետո, երբ որ մարդկանց վիրահատում է, ստամոքսի մի մասը հեռացնում են, գիտեք, նիհարացնելու համար կան այդպիսի վիրահատություններ, ահա այդ վիրահատություններից հետո արդեն նիհարելու գործընթացում առաջանում է լեղու նստվածք, թանձրություն, որոնք ռիսկային են, հետագայում կարա առաջանան քարեր։ Մի խոսքով այս բոլոր դեպքերում լեղին ջրիկացնելու խնդիր է առաջանում։ Եվ այս լեղին ջրիկացնող նյութը, դեղը, շատերի համար կարող է զարմանալի թվա, բնական նյութ է։ Թվում է, թե բժշկությունը ամեն ինչ սինթետիկ է մեր մոտ, մենք ամեն ինչ քիմիա է, այսպես ասած, իհարկե քիմիա է ամեն ինչ, որովհետև ամեն ինչ ունի քիմիական ֆորմուլա։ Ահա ուրսոդեզօքսիխոլաթթուն կամ դեղատներում եթե ասեք ուրսո, արդեն գիտեն, դա բնական միջոց է, որը բնական ֆորմուլա է, ոչ թե բնական միջոց, սինթեզված է լաբորատորիայում, բայց ինքը ֆորմուլան բնությունից է վերցված։ Բնական միջոց է, որը ջրիկացնում է լեղին։ Դա ինչ միջոց է։ Դա արջի լեղաթթուներն են։ Ուրսոդեզօքսիխոլաթթու նշանակում է թարգմանաբար ուրսո, դա լատիներեն նշանակում է արջ, եթե չեմ սխալվում, ֆրանսերեն էլ է արջ, ուրեմն կոչվում ուրսո։ Ահա ուրսոդեզօքսիխոլաթթուն դա արջի լեղու խոլաթթուներն են։ Ընդհանրապես որտեղից է հարցը գալիս, իհարկե չինական բժշկությունից դեռևս եղել է այդպիսի բաներ, որ արջի լեղին ունի որոշակի բուժիչ հատկություններ, արջի լեղին առանձնակի կարևորել են, բայց տրամաբանությունը, այսպես քննադատական գիտական մոտեցումը որն է։ Տեսեք, եթե մարդը ասեցին երկար ժամանակ սոված է մնում, նրա լեղին թանձրանում է, այսինքն եթե լեղապարկը երկար ժամանակ կանգային վիճակ է, չի կրճատվում, լեղին դուրս չի հանում, ապա լեղին մնալով, ինչպես է, այսպես չհոսող ջուրը հոտում է, չէ՞, ահա չհոսող լեղին թանձրանում է, նստվածք է տալիս։ Բայց տեսել են, որ արջը ուրեմն ամբողջ իր ձմեռային քնի ընթացքում, հիբեռնացիայի ընթացքում քնած է, սոված է, չէ, հաշ չի ուտում։ Քայքայում է այդ ամռան ընթացքում, գարնան աշտար ընթացքում կուտակած ճարպը, բայց լեղին նստվածք չի տալիս։ Արջի լեղին քարեր չի առաջացնում։ Ու սա կենսաբանության մեջ, կենդանաբանության մեջ ֆենոմենալ երևույթ է։ Ինչպես կարող է ամիսներով, չգիտեմ, այնտեղ 2 ամիս է, ինչքան է, 3 ամիս է, ինչպես կարող է 2-3 ամիս լեղին մնալ լեղապարկում ու քար չառաջանա։ Ահա այս հարցից եկել է, սկսել ենք արջի լեղու ուսումնասիրությունը եւ տեսել ենք, որ արջի լեղի ու կազմի մեջ եղած լեղաթթուները հիդրոֆիլ
ջրալույծ քարեր չառաջացնող են, իսկ մարդունը ի հակադրություն դրա հիմնականում հիդրոֆոբ, մանավանդ աղիներով շրջանառվող հիդրոֆոբ է եւ քարեր առաջացնելու միտում ունեն։ Բայց ինչն է հետաքրքիր, որ մեր լեղին, երբ որ լեղապարկից դուրս է գալիս, հեշտացնում է ճարպերի մարսողությունը, հետո նույն մեր լեղին աղիներից ներծծվում է, գնում է նորից լյարդ եւ օգտագործվում է երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ։ Այսինքն անընդհատ այս ցիրկուլյացիան, ուրեմն լյարդից դեպի լեղապարկ, լեղապարկից աղիներ, աղիներում իր գործը արեց լեղին, հետո նորից ներծծվում, գնում է լյարդ։ Կրկնակի օգտագործման համար։ Հիմա, եթե մենք դրսից կապսուլայով տալիս ենք ահա արջի լեղու թթուները, արջի լեղաթթուները, ինչա տեղի ունենում։ Մեր աղիները, մեր սեփական լեղին ներծծելու փոխարեն ներծծում են արջի լեղաթթուները, ուրսոդեզօքսիխոլաթթուն։ Եվ լյարդա գնում արդեն ուրսոդեզօքսիխոլաթթուն, արջի լեղաթթուները։ Եվ մեր լեղու մեջ հայտնվում է արջի լեղաթթուները։ Եվ եթե մենք ամեն օր օգտագործում ենք այդ արջի լեղաթթուները, ամեն օր գնալով մեր լեղու կոնցենտրացիան, կազմը հարստանում է արջի լեղաթթուներով, որոնք հենց արջի ասում եմ, հենց կենթանի արջի պատկերացրեք, լաբորատորիայում է սինթեզվում, որոնք ահա լվանում են, լուծում են, մաքրում են այդ նստվածքը, որ կա լեղապարկում։ Մաքրում են լեղածորանները, եթե լեղին թանձր է։ Մի խոսքով հեշտացնում են լեղու շրջանառությունը, թե բջջային մակարդակում, լյարդի մեջ, թե ծորաններում, լեղապարկում, մինչև աղիներ հասնելը։ Ահա սենց մենք ջրիկացնում ենք լեղին, օգտագործելով ուրսոդեզօքսիխոլաթթու։ Հիմա գան մի քանի բաներ, որոնք պետք է, բայց որոնք են ցուցումները։ Օրինակ 2008 թիվն էր, եթե չեմ սխալվում, ես նոր էի բժշկությամբ զբաղվում, այն ժամանակ ուղեցույցեր կային, որոնք ասում էին, թե իբր այս դեղով կարելի է նույնիսկ լեղապարկի քարերը լուծել, վերացնել, այսինքն եթե լեղապարկում կան խոլեստերինային քարեր, սա մասնագիտական մանրամասնություն է, էական չի, եթե կան խոլեստերինային քարեր, ապա խոլեստերինային քարերը նույնպես այս լեղաթթուների ազդեցությամբ կարան լուծվեն, մաքրվեն, գնան, բայց փորձը ցույց տվեց, որ դա այդքան էլ այդպես չի։ Ես ինքս մի քանի պացիենտի ուրսոդեզօքսիխոլաթթվով փորձել եմ լեղապարկի քարերը լուծել, իդեպ դրանք ստույգ խոլեստերինային քարեր են եղել, թե ինչպես եմ դա որոշել, դա մի էլի սոնոգրաֆիկ լողացող քարեր են եղել, ոչ թե շարժվող, այլ լողացող, երբ որ քարը լեղապարկում ոչ թե լեղապարկի հատակին է, այսպես ասած, նստած, այլ լողում է, լեղու մեջ, դա ստույգ խոլեստերինային քարեր են, ահա այս տեսակ քարերը փորձել եմ լուծել եւ չի ստացվել։ Այնուհետեւ նոր ուղեցույցեր դուրս եկան, որոնք ասեցին, ապացուցողական բժշկությունը եկավ հաստատելու, որ այդ գործը մի արեք, դա չի օգնում։ Այսինքն խորհուրդ չեմ էլ տալի, որովհետեւ ստացվում է, որ դու մի վիրահատության ծախս ես անում այդ դեղերի վրա, ամիսներով այդ դեղերը խմում է, եւ վերջում կամ արդյունք չկա, կամ եթե նույնիսկ արդյունք կա, մի քանի ամիս անց կամ մի քանի տարի անց նորից այդ քարերը առաջանում են, իսկ դեղը չես կարող անverջ խմել, եթե դրա այդպես խիստ ցուցումները չկան, այնպես որ լեղապարկի քարերի դեպքում առանձին տակտիկա է եւ այս դեղը չի օգտագործվում։ Այս դեղը օգտագործվում է, գոյություն ունի առաջնային բիլիարդ խոլանգիտ հիվանդություն, այդ խոլանգիտ հիվանդության ժամանակ կամ առաջնային բիլիարդ ցիրոզի ժամանակ, այդպես էլ հինանուն է այդ հիվանդության։ Այս դեղը օգտագործում է հղիների խոլեստազի ժամանակ, այդ նիհարող մարդիկ, որոնք կտրուկ ու արագ նիհարում են, իրանց մոտ որպիսի քարեր չառաջանան, դե հղիների խոլեստազը ասեցի քորով է առաջանում, հղիների մոտ կա այդպիսի վիճակ, որ ուրեմն լեղու պատճառով, լեղի կանգի պատճառով առաջանում է մաշկային քոր, խիստ արտահայտված, ահա այս դեղով այդ հարցը լուծում ենք, մի օր առիթ լինի դրա մասին մանրամասն խոսեմ, որտեղ դեք հետաքրքիր նրբություններ կան։ Մի խոսքով ասեցի, վիրահատվող բարիատրիկ վիրահատությունից հետո ենք օգտագործում, բոլոր այն մարդիկ, ովքեր անցնում են կտրուկ նիհարելու գործընթաց, դա կլինի դիետաներով, թե կլինի
բարիատրիկ վիրահատությամբ կտրուկ նիհարելու արդյունքում կարան լեղապարկում առաջանան քարեր։ Ահա այս մարդկանց մոտ խելամիտ է օգտագործել ուրսո դեզոքսի խոլաթթու։ Եվ երբ օգտագործում, որ պետք չի օգտագործել, օրինակ քարերի բուժման համար պետք չի օգտագործել, չի օգնելու, մի փորձեք անգամ։ Ուղեցույցային գայդլայնների մակարդակով ֆիքսված է, չի օգնելու։ Երբ են տալիս են օրինակ ալկոհոլային լյարդի ժամանակ, ճարպային լյարդի ժամանակ, չգիտեմ, քրոնիկ հեպատիտներ կարան լինեն էլի տան, որը անիմաստ է։ Ուրսոդեզոքսի խոլաթթուն ազդում է միայն լեղային պրոբլեմների ժամանակ։ Հերակա տեսական ազդեցությամբ կարա լյարդը ինչ-որ չափով նյութափոխանակությունը լյարդում բարելավի, տեսականորեն, բայց գործնականում այդպիսի բան չկա։ Մենք հիմա հանդիպում ենք պացիենտների, որոնց մոտ իբր թե լյարդը բուժելու կամ կազդուրելու համար նշանակում են ուրսոդեզոքսի խոլաթթու, հատկապես Ռուսաստանում այդ պրակտիկան բավականին տարածված է, դա սխալ է, դա ապացուցողական բժշկության կողմից ընդունված չի, այդպիսի բան մի արեք։ Այդ լյարդի բուժումը մի հատ առանձին պատմություն է, երևի մի առանձին տեսանյութ կսարքեմ, ընդհանրապես այդ լյարդի քրոնիկական վիճակները ինչպես են անիմաստ բուժում տարիներ շարունակ, հիմա իհարկե ասում եմ ապացուցողական բժշկության պատճառով եւ նոր սերունդը ավելի հետևողական է ուղեցույցերին, բայց ամեն դեպքում պահպանում այդ միտումը կա, որ դեռևս անիմաստ լիքը բուժումներ են անում։ Մի խոսքով, եւ լեղին նստվածքի ժամանակ, այո, եթե լեղու պղտորություն կա, եթե նստված կա, որը քար դեռ չի դարձել, էլի կարելի է ուրսոդեզոքսի խոլաթթու օգտագործել։ Բացառիկ դեպքերում, եթե մարդը վիրահատություն ացուցված լեղողիներում, բայց հնարավոր չի վիրահատել, էլի կարելի է ուրսոդեզոքսի խոլաթթու օգտագործել։ Իդեպ ես մի պացիենտ ունեի, որի մոտ ամիսներով ցավեր կար, ամիսներով ցավեր կար, ոչ մի կերպ դա չէի կապում լեղողիների հետ, որտեղ ըստ էության սոնոգրաֆիկ լեղողիներում ոչ մի խնդրեմ չկար։ Հա, ինչ հնարավոր լուծում կար, ինչ հնարավոր հետազոտություն կար, անցել էր ինչ հնարավոր դեպք կար, որ այդ դեպքում այդ կոնտեքստում կարելի է տվել եմ, բայց այդպես չէր լավանում։ Հա, ոնց եղավ։ Մի օր եկավ լեղապարկում հերթական այցի եւ ստուգման ժամանակ լեղապարկում մի քիչ նստվածք նկատեցի, սոնոգրաֆիկ։ Մի աննշան նստվածք։ Ասենք լավ, հլարի ուրսոդեզոքսի խոլաթթու տակ, ուրսո տակ, տենակ ինչ կստացվի։ Ուրսոն տվեցինք ցավերն անցավ։ Այսինքն տիպիկ չէր, հա, այս դեպքը հեշտ տիպիկ չէր, բայց ուրսոն տվեցինք ցավերն անցավ։ Անցավ ու անցավ։ Ու սա հետաքրքիր է, ասենք հետաքրքիր դիտարկում փորձից ուղակի ասում եմ։ Մի խոսքով, ահա գիտությունը նաև այսպիսի բժշկությունը, այսպիսի լուծումներ ունի, որ երբ որ բնությունից, բնական միջոցից տեսնում ենք, որ այնտեղ օգուտ է տալի, արդյունք է տալի եւ վերցնում ենք, դա օգտագործում ենք արդեն մեր պրակտիկայում, մեր բժշկության մեջ, որպես հարցի լուծում, որպես խնդրի լուծում։ Եվ մի փոքր նրբություն կա, այդ էլ ասեմ, որ ուրսոդեզոքսի խոլաթթվի արտադրվող մեր դեղատներում արկա ինստրուկցիաներում, այդ դեղի տուփի մեջ որ կա ինստրուկցիան, այնտեղ գրած է, որ հղիության ժամանակ կամ հակացուցված է, կամ զգուշությամբ օգտագործեք, բայց դա իհարկե ճիշտ չի, ընդհանրապես հղիության ժամանակ բոլոր տեսակի միջոցներն ու դեղերը պետք է զգուշությամբ օգտագործել, բայց այդ ինստրուկցիաներում գրածը ճիշտ չի, որովհետև հենց այս դեղը ուրսոն հղիների խոլեստազի, այդ հիմնականում քորով առաջացող, բիլիռուբինի բարձրացումով առաջացող այդ հղիների խնդրի հիմնական առաջին դեղն է, որը իրանց հարցը էականորեն խնդիրը թեթևացնում կամ հարցը լուծում է։ Սա էլ է կարևոր իմանալ, որ օրինակ ինստրուկցիաներում դեղերի մի բան է գրած, այդ նույն դեղի մասին մեր ապացուցողական բժշկության ուղեցույցերում բոլորովին այլ բան է գրած, այսպես պատահում է, այդպես կարա լինի։ Ժամանակին ես այդ բուժումները երբ որ անում էի, բավականին խնդիրներ էի ունենում, որովհետև թե պացիենտները, թե ասենք կոնսուլտանտը այն ժամանակ խոշոր հիվանդանոցում էի աշխատում, կոնսուլտանտ էի տվյալ բաժանմունքում, երբ որ գինեկոլոգները, մանկաբարձները, չգիտեմ, ասում էին, ախր համոզված ես, որ այս դեղը կարելի է, համոզված ես, որ թույլատրելի է։ Ու սկզբում դժվարություններ էր լինում համոզելու համար, որ սա ամենևին հիմք պետք չի ընդունել ինստրուկցիայում գրածը,
Հա, ժամանակի ընթացքում արդեն մի քանի պացիենտ, որ հաջողությամբ բուժեցի, ես էլ այն ժամանակ ջահել էի, այնքան հեղինակություն չունեի, որ իմ խոսքին այսպես միանշանակ վստահեին, բայց մի քանի պացիենտներ բուժելուց հետո գինեկոլոգներն էլ համոզվեցին, որ այնուամենայնիվ, այո, ճիշտ է այդ մոտեցումն է, ճիշտ է այդ լուծումն է։ Նու ինչ կասեմ, թերևս այսքանը հարգելիներս լեղին ջրիկացնելու հետ կապված ուրսո դեզոքսի խոլաթթու ցուցումները այդքան լայն չեն, բայց լեղին ջրիկացնելու հիմքը այդ արջի լեղաթթուներն են։ Օգտագործումն էլ իդեպ ասեմ դոզաները դե օրեկան մոտ 4 կապսուլա ենք օգտագործում, որից 2-ը քնելուց առաջ։ Ինչու քնելուց առաջ, որովհետև գիշերը, քնելուց մի կես ժամ առաջ, մի ժամ առաջ, գիշերը, ուրեմն մարդու լեղին, լեղապարկը չի կրճատվում, չէ՞, ամբողջ գիշեր քնած մարդը հաշ չի ուտում, որ լեղապարկը կրճատվի, այ լեղին ամբողջ գիշեր մնում է կուտակված լեղապարկում, եւ ամենա այն շրջանն է գիշերը, երբ որ լեղին կարա նստվածք տա, իսկ երբ որ մենք քնելուց առաջ, մի ժամ առաջ ասենք թե կես ժամ առաջ, ուրսո դեզոքսի խոլաթթուն շատ ջրով խմում ենք, ինչա տեղի ունենում, սա գնում է, ամբողջ գիշերվա ընթացքում ներծծվում է, եւ գիշերը այդ կանգային լեղին, սոված մարդու, որ հաց չի ուտում, այդ կանգային լեղին ջրիկացնում եւ թույլ չի տալի, որպեսզի նստվածք կամ քար առաջանա։ Ընդունման ձևի մեջ էլ, մի խոսքով, գոնե, եթե օրը խմում են այդ դեղը 2 անգամ, 3 անգամ, ապա մի անգամ անպայման խմում են գիշերը քնելուց կես ժամ առաջ, մի ժամ առաջ, որպեսզի լավ ազդի։ Ես ձեռի հետ էլ ձեզ հուշում եմ, էլի ժողովուրդ, բայց դուք շատ պետք չեք ունենալու այս դեղը օգտագործելու։ Ամենայն դեպս իմացեք, որ եթե կան բնական միջոցներ, մենք ինքներս շահագրգռված ենք ամենքից առաջ սա օգտագործել եւ մի խոսքով, այնպես չի, որ մենք բժիշկները գաղտնի են պահում, բժիշկները լավ ինչ-որ բուսական կամ կենթանական միջոց կա չեն ասում, բժիշկներն իրենք են շահագրգռված իրանց պացիենտներին բուժել եւ իրենք են բժշկագիտությունը, դեղագիտությունը, չգիտեմ, գնում մանա գալի այսպիսի նյութեր, բզբզում գտնում է չինական, ավանդական կամ ոչ ավանդական բժշկությունից, մինչեւ մեր օրեր փնտրում, գտնում եւ պրակտիկայում օգտագործումը։ Թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։